Տեր իմ Աստվածյան, շնորհակալ ենք ամեն ինչի համար գոհանում ենք։ Այսօր մենք հավաքվել ենք Տեր քեզ փառաբանելու։ Այսօր մենք հավաքվել ենք քեզ երկրպագելու, որովհետև փառքի Տերը դու ես Տեր իմ Աստված։ Միայն դու ես։ Խնդրում ենք Տեր իմ Աստվածյան, քո ներկայությունն ենք խնդրում։ Սուրբ Հոգիչյան հպվիր ամեն մեկին։ Հիսուսի զորավոր անունով շնորհակալ ենք, որ մեր անունները գրված է կյանքի գրքի մեջ։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստվածյան, որ դու ընտրեցիր մեզ։ Մենք քո ընտրյալներն ենք։ Մենք հավաքվել ենք, որպեսզի երկրպագենք, փառավորենք քո սուրբ անունը, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն, ամեն եւ ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիներս։ Ինձ համար պատիվ է այսօր խոսքով ձեզ հետ կիսվելու։ Մինչ նստելը շրջվեք ձեր կողակիցին եւ ասեք. ինչ լավ է, որ մենք այստեղ ենք Տիրոջ ներկայության մեջ։ Ես կյանքի խոսք եկեղեցու, կենտրոնական եկեղեցու ծառայողներից եմ, ուրախ եմ ես ձեզ տեսնելու, արդեն երկրորդ անգամ եմ ես այստեղ գալիս, երևի տարուկես առաջ եմ եղել այստեղ, փառք Տիրոջ ես հնարավորության համար, որ ինձ ընձեռնված է, որ գամ, նորից կիսվեմ ձեզ խոսքով, Տիրոջ խոսքով, այսօր ես վերնագրել եմ իմ ծառայությունը այսպես. համբերություն եւ խաղաղություն։ Մինչ ծառայությունը սկսել է, ես մի փոքր կցանկանամ կիսվել ձեզ հետ մի վկայությունով, որը Տերը տվեց ինձ, փառք Տիրոջը։ Մի երկու ամիս առաջ ես Հայաստանում էի եւ երբ Հայաստանից եկա, աշխատանքիս վայրում էի գտնվում եւ մի անձնավորություն եկավ մեզ մոտ, շփվեցինք իրար հետ, ծանոթացա, ինքը ավելի շատ գալիս էր իմ փեսայիս մոտ, իմ զավակիս մոտ, շփվում էինք, խոսում էինք, շատ ուրախ էինք անցնում, բայց կար մի որոշ ժամանակ հետո ինքը ապաշխարած չէր, Աստծո խոսքի, բնական է, որ ես միայն Աստծո խոսք պետք է խոսայի իր հետ, այլ ուրիշ բան չունեի խոսալու։ Եվ Տերը խոսաց իմ սրտի հետ ու ասեց ապաշխարության աղոթք, կիսվի իր հետ, ապաշխարության համար։ Եվ ասեցի, եղբայրս կարող է ցանկանաս, որ մենք իրար հետ ապաշխարության աղոթք անենք, ասեց հա։ Ասեցի դե լավ, կաղոթենք իրար հետ եւ ահա եղբայրը աղոթեց, ես յուղովոցեցի իրեն եւ շնորհավորեցի եւ անցավ մի պահ, որ զանգ եկավ, որ ես պետք է գնամ ուրիշ եկեղեցում ծառայեմ։ Մեկ էլ հաջորդ օրը զանգ եկավ, որ ես մեկ այլ եկեղեցում էլ մի շաբաթ պետք է գնամ ծառայեմ կենտրոնական եկեղեցում, ասի փառք Տիրոջը, ես պատրաստ եմ ու տեսեք այսօրվա խոսքը ինչ համբերություն եւ խաղաղություն։ Ես եղբայրը ամեն օր գալիս է։ Հիմա այս եղբոր մասին մի փոքր 70 տարեկան, բարձրահասակ, 1.70 մ բոյ ունի, մի փոքրիկ փոր ունի, կազմվածքով լավ, համեստ, անձնավորություն, բայց կար մի բան, որ դժվարեցնում էր ինձ։ Ես ուզում եմ պատրաստվեմ ծառայությանը, բայց տվյալ անձնավորություն ամեն օր գալիս է ու ես չեմ կարողանում։ 1, 2, 3 ասում եմ, մտածում եմ, ախր նոր է ապաշխարել ես եղբայր, ինքը նոր է 70 տարեկան։ Հիմա ես ինչպես իրան բացատրեմ, որ եղբայրս կարող է ինձ խանգարում ես։ Ես էլ
տանից դուրս եմ գալի, թորնիկներս են այնտեղ ինձ խանգարում։ Գալիս եմ աշխատանքի վայրը, իմ զավակս ինձ օգնում է, բայց տվյալ մարդը ոնց որ իր ներկայությամբ խանգարում է։ Աղոթք արեցի, Տերը մի հետաքրքիր բան ինձ սովորացրեց, ցույց տվեց։ Ասեց. Համբերություն բեր։ Համբերություն թող գա, ձեռք բեր համբերություն։ Լավ Տեր իմ Աստվածաշան համբերություն, բայց ոչ մի բան չեմ կարող անպատրաստեմ։ Մեկ էլ որ խորը մտածեցի, այնքան մի հետաքրքիր բան եկավ մեջս։ Այս մարդը մոտեցավ ինձ, ասեց Ռուբեն, ասեցի, հա, Սուրեն ջան։ Ասեց, լսի, ես գիտեմ, որ հիմա աշխատանքիդ մեջ սենց բաներ կա, որ դուք պետքա զավակիդ հետ կոմպյուտերով այս ամեն ապրանքը անցկացնեք կոմպյուտերի մեջ, ասեցի հա, զավակդ խնդրել է, չէ, որ օգնես իրան, ասեցի հա, բայց դու ժամանակ չունես, չէ, ինչ Աստծո բերանով ինքը խոսում է իմ հետ, ասի չէ, չունեմ ժամանակ, ասեց լսի, կլինի դու գնաս ծառայությանը պատրաստվես, ես այդ բաներն անեմ, ասենք մոլորվածի նման, ասեմ, Տեր իմ Աստվածաշան, Այս մարդուն 2 ամիս առաջ դու դրա համար էիր բերել իմ մոտ, որ ոչ միայն ինքը հապաշխար էր, այլ դու ամբողջ ընթացքը գիտեր, որ ես պետքա ծառայությունների մեջ գնամ, ոչ միայն այս մարդն հապաշխարեց, այլ նաև նույնիսկ ինձ օգնական էլ ես բերել, որ ես ազատ ժամանակ ունենամ, Փառք Տիրոջը տվյալ մարդու համար, Փառք Տիրոջը ամեն ինչի համար, որովհետև Տերը զորավոր է, Տերը օգնում է մեզ, Տերը մեզ բարձրացնում է, եւ Տերը վաղվա օրվա մասին էլ գիտի, թե մենք ինչ կարիքների մեջ ենք ու Տերը հոգում է ամեն մեր կարիքները։ Մի քիչ Սիրելիներս, ես այսօր համբերության ու խաղաղության մասին եմ ուզում խոսամ, բայց դա Ես երկար եմ մտածել, աղոթել եմ ու ես մտածում եի Տեր իմ Աստվածաշան, այդ համբերության ու խաղաղության մասին ում վերցնեմ, որպես օրինակ, ես կարող եմ ինձ էլ վերցնեմ, որովհետև ես էլ եմ այդ ճանապարհը անցնում, տեսակ նոր վկայություն տվեցի, որովհետև իմ համբերությունը չէր բավականացնում, բայց ես խնդրեցի Տիրոջը, որ խաղաղություն տա, ու ասեմ Տեր իմ Աստվածաշան, օգնի, որպեսզի ես կարողանամ հանդիմանված չլնեմ, ոչ էլ ինչ որ մեկին հանդիմանեմ, այլ որպեսզի ես անցնեմ այդ ճանապարհը, ու Աստված ինձ ցույց տվեց Նոյին։ Նոյի մասին գիտեք ինչա գրված, ընդամենը 1 թերթ։ Ընդամենը 1 թերթ։ Վերցեցի այդ 1 թերթը կարդացի։ Ասեմ Տեր, այս 1 թերթը կարդացի, բա հետո, բայց ես ախր քարոզ եմ ուզում պատրաստեմ։ Տերն ասեց ուշադիր կարդա։ Վերցեցի ուշադիր կարդացի։ 8 միլիարդ մարդ կա բնակվող երկրագնդի վրա։ 8 միլիարդ եւ բոլորը տարբեր բնավորության գծեր ունեն, տարբեր մատնահետքեր, բոլորը 8 միլիարդն էլ։ Տերը երբ որ ստեղծեց այս երկրագունդը, ընդհանրապես 2 հոգի էին բնակվում։ 2 հոգի եւ մեծ պարտեզ էր ստեղծել։ Այդ պարտեզում պետք է այդ երկուսը բնակվեին ու ամբողջ պարտեզը Եդեմական այգին պետք է լցվեր մարդկանցով։ Ադամը Եվան էր, չէ՞։ Եվ Տիրոջ ծրագիրը նա էր, որպեսզի նա պատրաստեր ամբողջ երկրագունդը պատրաստվեր պարտեզ դառնար, ամբողջ երկրագունդը։ Տիրոջ պարտեզը պետքա դառնար։ Պատկերացնում եք, մենք հիմա որտեղ ենք, Եդեմական այգում պետքա բնակվենք։ Այդ 8 միլիարդը մենք պետքա բնակվենք Եդեմական այգում։ Բայց ժամանակը եկավ Նոյի ժամանակներում, որ Աստված ասեց սարսափել իրավիճակներ են։ Մի անձնավորություն կա, որ ինձ հաճելի անձնավորություն է։ Շնորհք է գտել իմ մոտ, մնացածը ոչ։ Եվ Տերը, հեսա, կներեք, Ծննդոց 6-րդ գլուխ 5-ից 8-ը։ Եվ Տեր Աստված տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, եւ ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորում, զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, եւ մտահոգվեց։
Եվ Տեր Աստվածը ասաց. վերցնելու եմ ամեն մի մարմին, որից ստեղծեցի, վերացնելու եմ ամեն մի մարմին, որին ստեղծեցի, երկրի երեսի ջնջելու եմ ամեն ինչ մարդուց մինչ անասուններ, սողուններից մինչ երկնքի թռչունները, որովհետև զղջացի, որ ստեղծեցի նրանց, բայց Նոյը արժանացել էր Տիրոջ Աստծու շնորհին։ Պատկերացնում եք, արդեն տարածված էին, մարդիկ բնակություն էին հաստատել, մարդիկ ապրում էին, բայց ոչ ոք Աստծու շնորհը չէր գտե բացի Նոյից։ Բոլորը մտածում էին ոչ թե ինչպես Նոյը, այլ բոլորը մտածում էին իրանց եսասիրության մասին։ Միայն Նոյն էր, որ ապրում էր, միայն Նոյն էր, որ լսում էր Տիրոջը, մնացածը փակում էին իրանց ակաժները, որտեղ նրանց հետաքրքիր չէր, մարմնավոր կյանքը ավելի հետաքրքիր էր, քան ինչպես որ Նոյն էր ապրում։ Տիրոջ վախով, Տիրոջով։ Ծննդոց մյուսը կարդանք Ծննդոց 6:12-ից 13-ը։ Տեր Աստվածը տեսավ, որ երկիրը ապականված է, որովհետև բոլոր երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով, բոլորը երկրի վրա ապրում էին անօրեն կյանքով, եւ Տեր Աստվածը ասաց Նոյին. մարդկանց ժամանակը վերջացել է, քանի որ երկիրը լցվել է նրանց անօրություններով, ես պիտի ոչնչացնեմ նրանց, ինչպես նաև երկիրը։ Եվ Տիրոջ ծրագիրն էր տապան կառուցեր, որպեսզի միայն Նոյը իր ընտանիքով փրկություն ունենար։ Ուզում էր բնաջնջեր երկրի երեսից մարդկությանը, կենդանական աշխարհին, նույնիսկ թռչուններին։ Տապանի կառուցումը։ Այստեղից սկսում է հետաքրքիրը։ Այդ մի թերթը որ կա, չէ՞։ Այդ մի թերթը ոնց որ պետքա մի քիչ մանրացնենք։ Տապանը ուներ 135 մետր երկարություն։ Ֆուտբոլի դաշտը ընդամենը 100 մետր է, 135 մետր երկարություն։ Լայնությունը 35 մետր էր, բարձրությունը 14 մետր։ Եվ 3 տախտակամածներ պետք է ունենար։ Նստեցի հաշվեցի, ասում եմ, առաջինը 4725 քառակուսի մետր, երկրորդը 4725 քառակուսի մետր, երրորդը 4725 քառակուսի մետր։ Սիրելիներս, մենք 60-70 քառակուսի մեջ ենք շատ ապրում, դժվար, մանավանդ երբ որ իմ կինս ասում է հոգնել եմ, որովհետև պետքա մաքրես, եւ այլն, ասում եմ այստեղ սկսեց մի հատ գիրովականցի ընկեր ունեմ, կասեր հոպա։ Մեր կյանքում էլ է չէ այդպես լինում։ Երբ որ Աստված ինչ որ մի բան է ուզում մեզանից, եւ մենք մտածում ենք ինչպես անենք, որ գոհացնենք Տիրոջը։ Տերը ընտրեց մենակ Նոյին ու ասեց դու եւ քո ընտանիքով դուք փրկություն եք ունենալու։ Նոյը սկսեց կառուցելը։ Նոյը հավատաց Տիրոջը եւ սկսեց կառուցելը։ Հավատաց Տիրոջը եւ սկսեց կառուցելը։ Գիտեք, հավատքը մի բան է, Եբրայեցիների 11-րդ գլխի 17-րդ խոսքը վերցնենք կարդանք։ Հավատով Նոյը հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաներին մասին երկնչելով իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով եւ դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղավ այդ արդարությանը, որ հավատից էր։ Հավատալով Տիրոջը, որ Տերն ասեց տապան պետքա կառուցես։ Տապան էլ գիտեք, որտեղ ծովի ափին չպետքա լիներ, Տափաստանում։ Շարունակենք։ Հետաքրքիր մոմենտ է։ 100 տարի։ Մեր Նոյը 100 տարի պատրաստեց, պատկերացնում եք, ահռելի մի նավ։ Այդ նավը այսօր կարելի է համեմատել զինվորական մեծ նավի հետ, մեծ առագաստի հետ, ռազմական մեծ առագաստի հետ։ Պատկերացնում եք, այսպես բան եղել է, երևի տղամարդիկ կիմանան, երբ որ դու փոս ես ուզում փորես, հարևաններիդ հավաքվում են, ասում են լսի, այդ բահը ճիշտ չես բռնում։
Այս շերտը տեսնում ես, բա այս կողմից պետքա խփես, որ այդ շերտը բացվի։ Այդ բա ճիշտ չես բռնում։ Ես պատկերացնում եմ Նոյը 100 տարի էր, պատրաստում էր, ինչքան մարդ է եկել Նոյի կողք ու ասել. «Լսի, եղբայրս, այդ ինչ ես անում։ Ջրեղեղ ա լինելու»։ Լսի, դու հասկանում ես ինչի մասն ես խոսում։ Իմ հետ։ Ջրեղ, ինչ ջրեղեղ։ Դու կյանքումդ անձրև տեսել ես, իմիջայլոց այդ ժամանակ անձրև չէր գալի։ Դու կյանքումդ անձրև տեսել ես, որ դու էսեր եկել ես իմ հետ խորհուրդ բան ես անում։ 100 տարի։ Մենք մի ժամ չենք դիմանում։ Մեր հարևանը գալիս, ասում է, լսի, զաբորը տեսկոմ տարելի, խանգարում է։ Կամ էսի այդ ձև չի։ Այդ ծառի պատվաստելը դու գիտես։ Չէ։ Ես քեզ կօգնեմ։ Եղել է այդպես։ Ինչ որ մեկի հետ եղել է, երևի տղամարդիկ ավելի շատ կիմանան դրա մասին։ Փառք Տիրոջը, երբ որ Աստված տապանը Նոյին ասեց կառուցի, Նոյս խոնար ձևով, համբերությամբ իր զավակների հետ փայտը կտրեց եւ սկսեցին կառուցելը։ Պատկերացնում եք, ինչ որ մեկը 100 տարի գալիս է, երևի 20 տարեկաններ, ասում է, Նոյ, ես ինչ ես անում, տապանն եմ կառուցում։ Մի 20 տարի հետո գալիս է իր զավակի հետ, արդեն 17 տարեկան շրջանավարտ գալիս է, հարցնում է, Նոյ, ես ինչ ես անում, տապան եմ կառուցում։ Լսի, մարդն երեխան 17 տարեկան դպրոցն է վերջացրել։ Մի 20 տարի էլ անցնում, լսի, Նոյ, ես ինչ ես անում։ Ես արդեն տղուս թորիս հետ եմ եկել, Նոյ, տապան եմ կառուցում։ Լսի, Նոյ, ես ինչ ես անում, ես արդեն թոշակի եմ գնում, տապան եմ կառուցում։ Ինչի, որովհետև Աստված ինձ տվել է։ Աստված ինձ տվել է ու ասել է, որ ես դա անեմ։ Լսի, Նոյ, ուրիշ բան ու գործ չունես անելու։ Լսի, ես Աստծո ձայնը լսում եմ։ Ես տապան եմ կառուցում։ Ինչ որ մի բան նման չի։ Երբ որ Աստված ձեզ ասում է, որ դուք ձեր տապանը կառուցեք, երբ որ ձեզ Աստված ասում է, դուք համբերություն ունեցեք։ Համբերություն ունեցեք ձեր կյանքում։ Նոյը ուներ այդ համբերությունը, գիտեք ինչի, որտեղ 100 տարի ծաղարանքի մեջ համբերությամբ նա տանում էր ամեն մեկի նազն ու տուզը։ Հիշում եք Փանոսի կինոն։ Երկու հարևան գալիս են, ասում է, լսի, Մուխին հարևան չես, ասում է, ինչի, բա որ Փանոսը իր կնոջ հետ կռվում էր, ինչի չեք արին, ասես ես էլ գայ թամաշանեի։ Մենք շատ ժամանակ այդպես ենք։ Մենք ձգտում ենք, ասենք, տեսնենք, թե մարդիկ ինչպես են, ինչպես է վեճ, ինչպես է բամբասանք եւ այլն եւ այլն։ Փոխանակ մտնենք Աստծո ներկայության մեջ։ Տապանը ուներ մեկ դուռ, ընդամենը, այդքան մեծ տապանը ուներ մեկ դուռ, 3 երկհականի, տապանը ուներ մեկ պատուհան, հեսա էլի մի փոքր կխորանանք դրա մեջ, ստեղ մի թերթ ա գրած, բայց մենք մի քիչ մեծացնենք այդ թերթը, մեկ պատուհան են էլ վերևում, վերնամասում, տապանը չուներ սիրելիներս ղեկ, տապանը չուներ առագաստներ, տապանը ուներ նաև հայերեն խարիսներ, ուներ խարիսներ, ու հարց եմ տալ, ասեմ, Տեր իմ Աստվածչան, բա ինչի, ու Աստված ասեց տապանի դուռը պետքա դուրս բացվի, դրսից ներս պետքա փակվի, ինչի, պատուհանը ինչի վերևում, ինչի պատուհանը վերևում, Միթե մենք ասենք տեսանելի չի, որ գեղեցիկ լինի, ասենք տեսարաններ կամ բան կամ օդա փոխություններ լինի եւ այլն, բայց Աստծո ծրագիրը ուրիշ է։ Աստծո ծրագիրը ուրիշ է, Աստված ուրիշ ձև է մտածում, Աստված ուրիշ ձև է խոսում մարդկանց հետ։ Եվ երբ որ արդեն տապանը պատրաստ էր, ես խորեցի, ասում եմ 100 տարվա մեջ արդյոք չի եղել մի մարդ, որ ապաշխար էր կամ լսեր։ Բացի այդ 8 հոգուց, որ եկան Աստծո տուն, երբ որ Տերն ասեց մտի, Տերն ասեց մտի, Տերը չասեց պատրաստ է, արի գնա, Տերն ասեց մտի, ես սկսեցի մտածելը, Տերը երբ որ ասում է մտի, դա նշանակում է, երբ որ դու գաս սիրելիս, ես արդեն այնտեղ եմ, իմ ներկայությունն այնտեղ է, Տերն ասեց մտի տապան, Նոյ իր ամբողջ ընտանիքով մտավ եւ Տերը դրսից փակեց, Տերը փակեց, սիրելիներս, Տերը փակեց։ Տեսեք,
Մինչ դուրը փակելը Տերն ասեց, ինչ կենթանիներ բերի։ Ինքը տնական կենթանիներին բերեց եւ Տերն ասեց, մնացածը իրանք կգան։ Բնությունը ենթարկում էր Աստծուն։ Կենթանական աշխարհը ենթարկում էր Աստծուն։ Թրջունները, սողունները, առուտները, վայրի գազանները, նրանք իրանք եկան, մտան, տապան։ Նոյը ոչի բան չարեց։ Նոյը ոչի բան չէ։ Նոյի գործը ինչ որ իրան հասանել էր, նա կատարում էր։ Եվ դուռը փակվեց։ 7 օր, պատկերացնում եք 7 օր։ 7 օր նրանք ներսում էին, տապանի ներսում էին։ Ոչինչ տեղի չէր ունենում։ Պատկերացնում եք, դուք սպասում եք ինչ որ մի բանի, երբ որ մենք շատ ժամանակ աղոթք ենք անում Տիրոջը, մենք ուզում ենք, ցանկանում ենք, որպեսզի անմիջական ձևով ստանանք։ Նոյը Տիրոջից ստանում էր խոսքը, անմիջական, բայց ինքը սպասում էր, ինքը համբերությամբ սպասում էր։ 7 օր ոչի բան տեղի չէր ունենում։ Պատկերացնում եք, բոլորը ծիծաղում էին, երևի Նոյի վրա, Նոյը մտելա, փակվելա, վсё, սպասում է իր հեսա ջրեղ եղա լինելու, հեսա անձրևները հորդալու գալու են, հեսա սա, երևի այնտեղ ամբողջը հավաքվել էր, արդեն տապանը պատրաստ է, չէ։ 7-րդ օրը հորդառատ անձրև, վերևից ճեղքվեց երկիրը եւ ներքևից սկսվեց անձրևը։ Ինչ կատարվեց։ Մարդիկ նոր սկսեցին գիտակցել ու հասկանալը։ Ես մտածում ասեմ, Տեր իմ Աստվածաշան, բա ինչի՞ է պատուհան դու չես դրել։ Պատուհան գիտեք ինչի համար չէր դրել, երբ որ Նոյը իր ընտանիքով միայն կարող էր դեպի վեր նայել, վերևով էր։ Մենակ Տիրոջ ներկայությունը։ Նրանց պետք չէր, որ իրանք նայեն, թե ինչպես են աղաղակում այն մարդիկ, ովքեր կործանման էին գնում։ Այն կենթանական աշխարհը, բնությունը նրանց պետք չէր։ Նրանք միայն պետք է նայեն դեպի վերև։ Միայն Տիրոջը։ Տապանը այդ ժամանակ, ու կարելի է ասել, որ նույնիսկ այսօր էլ տապանը աշխարհի ամենաապահովված տեղն էր։ Ապահովված, ամբողջ երկրագնդի վրա ոչ մի մարդ կենթանի չմնաց, բացի Նոյից եւ Տիրոջից, ընտրվածներից։ Նոյը եւ իր ընտանիքը։ Տապանը ամենաընտրված։ Փորձեք դուք էլ մտնեք այդ տապան, ունենաք ձեր տապանը Տիրոջ ներկայության մեջ։ Մինչ այդ Նոյին Աստված ասել էր, որ դու պետքա պատրաստես, Աստված ասել էր, որ դու պետքա պատրաստես ուտելիք եւ այլն, պատկերացնում եք, ինչ որ մեկը ծովում, չեմ ասում լողանալը, ինչ որ մեկը ծովում նավով կրուիզ բանի եղել է, անցել է։ Նոյը երբ որ մտավ, 3 հատ բասեին կար, կաֆեներ, ռեստորան, կինոթատրոններ, պատկերացնում եք, շուրջ բոլորը վազվզում են նրա կողքը, նրան առաջարկում են ինչ բերենք քեզ, արևա, ուրախություն չէ, սիրելիներս։ Նոյի գործը ավելի էր դժվարացել։ Ինչի է շեշտեցի 4725 քառակուսի մետր։ Բաժանված էր սեկցիաների, կներեք ես խոսքիս համար, բաժանված էր։ Ու այդտեղ կենթանիներն էին բնակվում։ Ինչ պետք է արվեր։ Գերակրել։ Այդ կենթանիներին պետք է մաքրել։ Այդ կենթանիներին պետք է հասցնես։ Այն կենթանիները ոչ բոլորն են խոտ ուտում։ Իրանց համար 1 տարի հարկավոր էր հավաքել պաշար, ուտելիք, առուտների համար հարկավոր էր միս, այն մեկի համար նա էր հարկավոր, այն մեկի համար նա էր հարկավոր։ Նոյը մինչ այդ 1 տարի հավաքում էր, տեսեք, 1 թերթը մենք բաժանեցինք, չէ՞, մենք մի քիչ բան արեցինք, որտեվ խորը երբ որ ուսումնասիրում ես, ինքը խորություն ունի այս խոսքը։ Համբերություն, Նոյի մեջ այն համբերությունը կար։ Ես ասեմ ձեզ մի հետաքրքիր բան, իմ Փեսան Երևանում գոմ ունի։ Թորնիկիս հետ գնացել էինք, թորնիկիս տարա, որ ցույց տամ կովիկներին, ինչպես ինքն է ասում։ Եկանք սենց այդ, պապի, ես ուր ես իդ բերե։ Մի պատուհան, 1 պատուհան, ու այդքան կենթանական աշխարհ, երևի մի 200 քառակուսին լավ, իրանց որպես բնակության հաստատություն, իրանց համար բավական լիներ։ Այդքան կենթաններ, այդքան հոտ,
Այդքան աշխատանք առավոտից երեկո աշխատանք։ Ես մի քանի անգամ փորձել եմ օգնեմ իմ փեսային կենթանական աղբը դուրս հանել, մաքրել, ջրել, նրանց ինչ որ բան բերել տալ, դա երևի մի 10 կով։ Սիրելիներս 12000 քառակուսի մետրի վրա կենթանական աշխարհ դու փորձի կերակրես, փորձի իրանց հետևես, համբերություն ապետ դրա համար ու խաղաղություն, քո խաղաղությունը պաշտպան, ինչի, որտեվ Աստված քեզ ասել է, Աստված քեզ դրա համար է դրել։ Տերը երբ որ քեզ օրհնում է, մի մտածեք, որ մենք հեշտ ճանապարհ ենք անցնելու։ Հիսուսն ասեց, ես հաղթեցի աշխարհին, բայց դա չի նշանակում, որ մեր առաջ լրիվ սուպրասեղան է գծվելու եւ ճանապարհը առանց խոչընդոտների։ Խոչընդոտները մենք Աստծով հաղթահարում ենք։ Ամեն։ Կրուիզն էլ բրծավ իրա։ Մի ընկեր ունեմ, արտասահմանում ապրում։ Երբ որ նոր էի ապաշխարել 25 տարի առաջ, իմ ապաշխարության ժամանակ ինքը այստեղ էր, շնորհավորեց ինձանից մի քիչ փոքր է, բայց ինձանից առավել շուտ է եկել Աստծուն, հետո առավել արագ ձևով փախչել է Աստծուց։ Երևի 3 տարի անց եկավ մեր տուն, ասեց եկեղեցի գնում ես։ Ասեցի այո։ Ասեց հարաբերությունը Աստծու հետ ո՞նց է։ Ասի ընտիր։ Լավ ասեց։ Մի քաղաքում ենք ապրում։ Ամիս, 2 ամիս, 3 ամիս, էլի գալիս էր եկեղեցի գնում ես։ Ասեմ, հա, եղբայրս։ Հա, դե լավ։ Հետո ինքը տեղափոխվեց արտասահման Եվրոպա։ 1 տարին, 2 տարի, 3 տարին մեկ գալիս էր։ Երբ որ գալիս էր մեր տուն էր գալիս, ասում էր, եկեղեցի գնում ես։ Ասում երնա քո ամբերությանը։ Ասում հայ գնում եմ։ Հա, լավ։ Երևի 20 տարվա մեջ, երբ որ միշտ մեր տուն էր գալիս, ասում էր մի սուրճ տվեք, մեկ էլ եկեղեցի գնում ես։ Ես վերջերս չեմ տեսել իրան։ Բայց ուզում եմ իրան ասեմ, թեկուզ երբ որ ինքը նայի, ես գնում եմ եկեղեցի, ես գնալու եմ եկեղեցի։ Եկեղեցին իմ ապավենն է, ես ընդեղ եմ, որտեղ ես հանդիպում եմ Տիրոջը, Տիրոջ ներկայությունն եմ ես զգում, Տիրոջ հետ ես վերապրում եմ ունենում։ Փառք Տիրոջը, եկեղեցին, փառք Տիրոջը։ Այդ համբերություն, բայց ինքը համբերություն ուներ։ Ես համբերություն երևի չունեի, որտեղ ինքը համբերելով ամեն անգամ գալիս էր, որ ինձ տենա, ու ինձ հարցներ, դասի եկեղեցի գնում ես։ Մեր կյանքում լինում է, չէ, երբ որ մենք շտապելով ինչ որ մի տեղ ենք գնում, աղոթք ենք անում ու սպասում ենք աղոթքի պատասխանին։ Ես կարող եմ մի առաջարկություն անել։ Տապանը չուներ խարիսխ։ Տապանը չուներ ղեկ։ Երբ որ փոթորիկ է բարձրանում, ձեր կյանքում էլ է փոթորիկ բարձրանում, իմ կյանքում էլ է շատ փոթորիկներ բարձրացել։ Ղեկը տվեք Աստծուն։ Ինքը նավարար է, ինքը կապիտանն է։ Նոյին պետք չէր ոչ մի բան, որովհետև ամեն ինչը Աստծո ձեռքերի մեջ էր։ Նոյին պետք չէր խարիսխ։ Խարիսխը նրա համար է, երբ որ դու նավակին ուղղություն տաս։ Ղեկը նրա համար է, որպեսզի ուղղություն տաս, որպեսզի ինքը չխորտակվի։ Նոյին պետք չէր ոչ մի բան։ Թեկուզ առագաստներ էլ, թեկուզ ձեր կյանքում փոթորիկներ էլ լինի, մեկը դուք ոչինչ չեք կարող անել։ Միայն կարող եք դիմել Տիրոջը։ Մենակ Տերը կարող ամեն ինչ անել ձեր կյանքում։ Մի վկայություն էլ պատմեմ։ Երևանում ենք, մի երիտասարդ եկավ, խմբակ էր, իմ ընկերս խմբակ էր անցկացնում, ես էլ էի այցելում այդ խմբակը, որովհետև ես մի 4 ամիս Երևանում էի, հետո գալիս էի Մոսկվա, նորից հակառակը, գնում գալիս էի, գնում էի ընկերոջս այդ խմբակ։ Մի երիտասարդ եկավ, գիտեք ինչի համար խմբակ եկավ, ու Տիրոջը Տեր ու Փրկիչ ընդունեց, որտեղ նա գիտեր, որ Տերը զորավոր է, Տերը ամեն ինչ կարող անի, հզորը մեծամեծ գործեր է անում։ Փառք Տիրոջը։ Ու ինքը եկավ, որովհետև իր հայրը շատ ծանր հիվանդ էր։ Ինքը եկավ, որպեսզի ընդունի Հիսուսին Տեր ու Փրկիչ, սովորի, աղոթքի մեջ հարատև լինի, որպեսզի հասկանա, թե ինչ է պետք իր ծնողին փոխանցելու համար։ Ուրախ գալիս էր, ասում էր, սիրելիներս, եկեք աղոթենք։ Խմբակ էր գալի, ասում էր, եկեք աղոթենք իմ հորս համար։ Քան շատ էր սիրում իր հորը, ես այդպես իսկականից սեր ու հավատք չէի տեսել։
այդպեսին որ շատ ժամանակ մենք անցնում ենք մեր առօրյայում։ Բայց երբ որ գնում էր հորդ կիսում էր հակառակն էր ստանում միշտ։ Խնդրում էր որ մենք խմբակով տղաներով գնայինք, իմ խմբակի ավակի հետ գնայինք այնտեղ, որպեսզի խոսքը խոսայինք, չեր ընդունում։ Դեմ էր կանգնում ամեն ինչին։ Հետ էր պահում մեզ, ասում էր չէ, սիրելիներս, ես չեմ հավատում, ես կհավատամ այն ժամանակ, երբ որ Հիսուսը հեռուստացույցով խոսա։ Բայց իր զավակը ամեն անգամ հաջորդ չորեքշաբթի, երբ որ գալիս էր էլի խմբակի, ասում է սիրելիներս, պետք է աղոթենք իմ պապայիս համար։ Ես խնդրում եմ, ես հավատում եմ, ես որ եկա, ես մտածում էի գոնե, չգիտեմ, ամեն տեղ դիմել էինք, հայրս ծանր հիվանդ էր, բայց երբ որ ես եկա, ես հասկացա, որ միակ ճանապարհը սա է։ Եթե նույնիսկ չփրկվել, ես գիտեմ փրկությունը երկնքում է, իմ հայրս կգնա։ Ես խնդրում եմ, եկեք աղոթենք։ Միգուցե եւ ինչ որ մեկը իր սրտի բանալին գա ու բացի հորս սիրտը, որպեսզի նա ընդունի Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ։ Աղոթքին անում, ճիշտ ասած, այդպես էլ հայրը մահացավ առանց Հիսուսին ընդունելու։ Շատ ծանր ձևով մահացավ, վերջի ժամին, երբ որ հոգին տալիս էր, գոչում էր, ասում էր, զավակս օգնի, եկել են ինձ տանում են։ Սա իրականություն է։ Հիմա մի փոքր անցնենք խաղաղության մասին խոսանք։ Համբերությունը եւ խաղաղությունը, երբ որ դու համբերատար ես լինում, երբ որ քո համբերությունը ապրում ես, խաղաղությունն էլ է գալիս։ Էլի վկայություն տամ, միտեղ էի աշխատում, երբ որ ես այդ աշխատանքից դուրս եկա, իմ փեսան էր այդտեղ, իմ փոխարեն զանգեց, ասեց խնդիր կա։ Ասեցի ինչ, ասեց սենց ու տարածքի ադմինիստրատորը քեզ քանի որ լավ ճանաչում է, խնդրեց որ դու գաս իր հետ շփվես։ Ասի լավ, կգամ անպայման։ Եկանք հերվից տեսա տնօրեններ եւ նրա օգնականն էլ շատ մոտ էի ճանաչում, որովհետեւ ինքը մեկ այլ եկեղեցուց էր։ Բայց հավատքի ենք, մենք անընդհատ շփվում ենք, սուրճ ենք խմում, անընդհատ շփվում ենք, Տիրոջը ուրախանում ենք։ Գիտեք ինչ, ես գնում եմ մոտ 50 մետր ճանապարհ մնացել, գնում եմ ու աղոթք անելով գնացեմ Տեր իմ Աստվածաշան։ Խոսք տուր։ Ես չեմ ուզում գնամ ինչ որ ձերքերս պարզած գոչեմ, ասեմ, ես եկել եմ սրա համար, ես ճիշտ եմ, այն մեկը սխալ է եւ այլն, ասեմ խոսք տուր Տեր իմ Աստվածաշան։ Մի բառ ինձ ասա, որ ես կարողանամ, ասենք, ես գնամ ու այդ ամեն ինչը հարթվի։ Մոտեցա անկախ ինձանից, ասեցի խաղաղություն ձեզ երկուսին։ Պտտվեց, տնօրենը պտտվեց, ասեց բարև, երկուսն են ռուս են, իսկ ես մեկը մոտեցավ, ասել, լսի, փառք Տիրոջը, ասեց դու պատասխանը բերիր մեզ։ Նոր մենք մտածում ենք, ինչ անենք, մենք էլ մեծ գործի մեջ խճճվել էինք։ Բայց դու երբ որ եկար ասիր խաղաղություն ձեզ, ես հասկացա, որ այդ գործը մենակ խաղաղությամբ կարելի է անել։ Ասեց դու ինչ խնդիր ունես։ Դե ասեց սա քո փոքր խնդիրը բերել ես մեր, գնա քո խնդիրները լուծածա։ Ասում եմ փառք Տիրոջը, մի բառ, երբ որ ես խնդրեցի, Տերը որ իմ շուրթերով խոսար, խաղաղություն, ես ինքս խաղաղված էի եկել, իրանց փոխանցեցի Տիրոջից, որ Տերն ասում է, դուք էլ խաղաղվեք, այս տարին խաղաղվելու տարին է, չէ, ու Տերը ասեց, դե գնա, դու քո գործը արեցիր, դու խնդիր չունես, արդեն խնդրի մեջ իրանք են։ Մատթեոսի 11-րդ գլուխ 28-ից 30-ը Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ, իմ լուծը ձեզ վրա վերցրեք, եւ սովորեք ինձանից, որ հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեզ հետ հանգիստ եւ ձեզ համար հանգիստ կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Խոնարհությունը մեր որտեղից է գալիս։ Քրիստոսից։ Համբերությունը որտեղից է գալիս։ Տերն ասում է համբերատար եղի, սիրելիս։ Ինչ ունես, խնդիր, պրոբլեմ, ինչ ունես, որ քո համար անլուծելի է,
ես կլուծեմ, արի իմ մոտ, արի իմ խնդիրը, արի իմ խնդիրները, վերցրա, արի այն ինչ որ քաղցրա, արի վերցրա, ես քեզ կտամ, որ դու խաղաղվես սիրելիս։ Փառք Աստծուն, մեր եղբայրը բոլոր մեկ աղոտ բարձրացրեց կարիքների համար, չէ՞։ Մեկը այդ կարիքները գնում է Հիսուսի մոտ, մեկը լուծողն ինքն է, մեկը այդ կարիքները իր փառքի ճոխության չափով ամեն ինչը տրվում է մեզ։ Այդ ամեն ինչը ես սկզբում ասեցի, չէ՞, ես պատմեցի եղբոր մասին, որին Աստված էր ուղարկել իմ կյանքում, որպեսզի ես կարողանամ թեկուզ այսօր էլ պատրաստվեի։ Այդ եղբայրը հիմա ծառայում է, բայց ոչ իմ կամքով, իր սրտով Աստված էր ուղարկել։ Աստված ասում է՝ եկեք իմ մոտ, բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ։ Տերը լուծում է տալիս ամեն ինչում, երբ որ գալիս է խաղաղություն, Տերը լուծում է տալի ամեն ինչում, երբ որ գալիս է խոնարհությունն ու խաղաղությունը, մենք հանգիստ ենք առնում։ Մենք հանգիստ ենք առնում, սիրելիներս։ Ղուկաս ավետարան 10:5-6-ը, երբ որ աշակերտներին ուղարկեց ծառայության մեջ նոր ավետարանում, նոր կտակարանում, իր աշակերտին ուղարկեց, ասեց՝ լսեք, դուք պետք է գնաք երկու գնաք ծառայության։ Ոչ իման ձեր հետ չվերցնեք։ Ոչ մի բան չվերցնեք, ոչ պարկ, ոչ ուտելիք, ոչ երկրորդ հագուստը։ Ուղղակի կգնաք եւ ինչ, ամենակարևորը, որ տուն մտնեք, կասեք խաղաղություն, այս տանը։ Որ տուն մտնեք։ Որ տուն մտնեք, նախ ասեք խաղաղություն այս տանը։ Եթե այնտեղ խաղաղասեր մարդ կա, ձեր խաղաղությունը նրա վրա կհանգչի, ապա թե ոչ, ձեզ կվերադառնա։ Ես իմ կյանքում փորձել եմ շատ անգամ։ Երբ որ դու հռչակում ես խաղաղությունը դու ինքդ ես խաղաղության մեջ։ Քո կյանքը խաղաղությունով լցված է, քո կյանքը Տիրոջով լցված է, երբ որ դու հռչակում ես խաղաղություն։ Ծովով, նավակով աշակերտները Հիսուսի հետ անցնում էին ծովի մի կողմը։ Եվ ահա նավակի մեջ Հիսուսը քնած էր, հանգիստ, գլուխը թինգը տված քնած էր, աշակերտները մոլորվածի նման էին, որովհետև սկսեց փոթորիկ, ծովը ալեկոծվում է, պատկերացրեք 8-ը, աշակերտներից 8-ը պրոֆեսիոնալ ձկնորսներ էին, նրանք գիտեին փոթորիկի ժամանակ ինչպես իրենց պահեն, որովհետև գիշերներն էին, ձուկը ընդհանրապես որսում են գիշերները, նրանք գիշերները դուրս էին գալի ձուկ որսալու, եւ իհարկե փոթորիկներ են, փոթորիկը sense չի գալիս ասում, ես փոթորիկն եմ, հեսա կես ժամից լինելու է տղաներ, փոթորիկը երբ որ գալիս է, եւ ահա խառնվել էին իրար, եկան Հիսուսին ինչ ասեցին, քո բանը չի, որ մեզ օգնես, փրկես, մենք խորտակվում ենք, Հիսուսը կանգնեց, խաղաղացրեց փոթորիկը, սիրելիներս, բոլորը զարմացան, ես ինչ է։ Մի բան ասեմ ձեզ, փոթորիկ դուք էլ կարաք խաղաղացնեք, ծովի փոթորիկ դուք էլ կարաք խաղաղացնեք, բայց կներեք, բայց ձեր ինչին է պետք, խաղաղացրեք ձեր հարևանի հետ այն փոթորիկը, որ գալիս է ձեր մեջ, ձեր զավակի հետ այն փոթորիկը, որ գալիս է ձեր մեջ, դրա մեջ խաղաղացրեք, խաղաղություն բերեք, այն որ քո ընկերոջ հետ կռիվ ես տվել, Տիրոջը պետք չէ ծովը, որ դու կանգնես, հռչակումներ անես, աղոթ քանես, ասես խաղաղություն, Տիրոջը պետք է, որ դու քո ընկերոջ, քո եղբորի հետ խաղաղության մեջ լինես։ Տերը ցանկանում է, որ մենք խաղաղության մեջ լինենք մեր բոլոր հարևանների, բարեկամների, ազգականների։ Մենք ես եւ կինս 5 տարի շարունակ աղոթքի մեջ ենք, ու մենք շարունակում ենք աղոթքի։ Եթե գիտեք ոնց է, երբ որ դու սերմը ցանում ես, անընդհատ ջրում ես, ինքը ծիլ է տալիս ու կամաց աճում է։ Այն մարդկանց համար ում խաղաղություն է պետք այս կյանքում։ Մենք դրա մեջ ենք, որովհետև մենք Աստծու մեջ ենք, բայց մարդիկ կան, որ Աստծուն դեռևս չեն ցանկանում ընդունել, չեն ցանկանում ճանաչել։ Մենք իրանց համար աղոթքի մեջ ենք։ Մենք այդ խաղաղությունը ցանկանում ենք, որ իրանց մեջ է լինի։ Հովհաննեսի 14:27-ը
Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովեն և չվախենան։ Տիրոջ խաղաղությունը գիտեք որն է։ Սիրով ընտանիք, սիրով զավակներ, սիրով ընկերներ, սիրով բիզնես։ Ես ունեցել եմ մի ընկեր, ու ունեմ էլ, փառք Տիրոջը, երևի 15 տարվա մեջ, որ մի հատ սև կատու մեր մեջով անցավ, ու խաղաղությունը գնաց։ Մինչև այդ 7 տարի մենք խաղաղության մեջ ենք։ Իմ ավակն է եղել։ Շատ սկզբնական շրջանում, երբ որ ես նոր էի ապաշխարել, հետո իմ խմբակի ավակն էր։ Հետո մենք սկսեցինք բիզնես իրար հետ, գործունյա էինք։ Հետո սև կատուն անցավ, այդ խաղաղությունը գնաց։ Հետո փառք Տիրոջը ժամանակ կար, որ մենք սկսեցինք աղոթք անել։ Հետո Աստված մի հրաշալի ձևով բերեց էլի միացրեց։ Հոնգուր երկուսս էլ ած ենք լինում։ Տեր, բայց ինչի այդ կատուն այդ որտեղից եկավ։ Մենք հասկացանք, որ մենք բաց դուռ ենք թողել։ Այդ դուռը պետքա փակվեր։ Հիշում եք տապանը։ Երբ որ տեսեք, այն դուռը, որ Աստված փակում է, ոչ մեկ չի կարող բացի։ Այն դուռը, որ Աստված բացում է, ոչ մեկ չի կարող փակի։ Ուշադրություն դարձրեք, որ բաց դուռ չունենաք, որպեսզի ձեր խաղաղությունը չգնա։ Ունեցեք տապան ձեր համար։ Խաղաղության տապան։ Ձեր սրտերը թող Տիրոջ համար լինեն, բաց։ Փառք Տիրոջը, ես վերջի տեղն եմ ուզում կարդամ։ Հովհաննեսի 20:26-ը։ Ահա Հիսուսը խաչվեց, մահացավ եւ հարություն առավ, բայց աշակերտները մոլորության մեջ էին։ Նրանք չգիտեին ինչ է կատարվում իրանց հետ, որովհետեւ նրանք սպասումների մեջ էին եւ ահա չկա Հիսուսը։ Չկա այն ինչ որ իրանք հավատում են, չկա այն հանձնավորությունը, որ իրանք ամբողջությամբ տրվել էին իրեն, որ իրենց կյանքը նվիրել էին իրեն Հիսուսին եւ հիմա 8 օր հետո, երբ որ Հիսուսը առաջին անգամ հայտնվեց, հետո երկրորդ անգամ նա եկավ Հովհաննեսի 20:26-ում Հիսուսը կանգնեց նրանց մեջ եւ ասեց. 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, Թովմասն էլ նրանց հետ։ Հիսուսը մտավ փակ դռներով, կանգնեց մեջտեղում ու ասաց. խաղաղություն ձեզ։ Տեսեք, Տերը նույնիսկ երբ որ մահացավ, խաչվեց, մահացավ եւ հարություն առավ, գալիս էր առաքյալների մոտ ինչ էր ասում։ Առաջին խոսքը, որ դուք խաղաղ լինեք ամեն ինչում, սիրելիներս, պահեք ձեր խաղաղությունը։ Դա Տիրոջ խոսքն է ձեր համար, ձեր կյանքի համար, ձեր զավակների համար, ձեր ընտանիքների համար։ Համբերություն եւ խաղաղություն։ Համբերատար եղեք։ Մենք երբ որ մեր զավակները փոքր էին, մեծ աղջիկս 38 տարեկան է։ Երբ որ զավակս փոքր էր, ես ապաշխարած չէի, գոռում էի, եթե ինչ որ մի բան չէր անում, այնպես ինչի աղջիկ ջան, չի ասի, գանձս խի։ Ինչի։ Ջայնանում էի։ Հետո ժամանակի ընթացքում հիմա թորնիկներս որ անում են, ասում, ձեզ խաղաղություն, ես պապին գնաց։ Որպեսզի ես խաղաղվեմ, իմ զավակների վրա չխոսամ, երեխա են, եթե չեն հասկանում, ինչ կարող ես անել։ Ես այդ խաղաղությունը պաշտպանելու համար գնում եմ հանգստի, գնում եմ իմ Տիրոջ հետ, կեթամ աղոթք կանեմ, իմ թորնիկներս միշտ որ եկեղեցի են գալի, պապի մեզ կտանես, ասեմ իհարկե, հա, մեծ թորնիկս 16 տարեկան է, ես ցանկանում եմ, որ իրանք նմանվեն մեզ։ Այն քայլերը, որ մենք մեր կյանքում անում ենք, տեսեք, քո ժառանգը, քո թորնիկը նմանվելու է քեզ։ Ես իմ պապուց չեմ ստացել այն, ինչ որ ես իմ թորնիկին եմ ցանկանում տամ։
Ես չեմ տեսել իմ պապիկին, բայց ես ցանկանում եմ տամ իրան այն, ինչ որ կարող է ժամանակին ես իմ զավակին չեմ տվել։ Համբերություն ու խաղաղություն։ Եկեք ոտքի կանենք։ Հիսուս, մենք գալիս ենք քո առաջ Տեր իմ Աստվածաշան եւ խնդրում ենք Տեր իմ Աստվածաշան, խնդրում եմ ամեն մի քրոջս եւ եղբորս համար։ Խնդրում եմ տու նրանց խաղաղություն։ Խնդրում եմ տու նրանց համբերություն։ Այո, այս ժամանակները դժվար ժամանակներ են եւ դրա պակասությունը շատ կա։ Տեր, որովհետեւ Սատանան հիմա գործում է, Սատանան ավելի զզվելի ձևով է գործում այս երկրի վրա։ Խնդրում եմ Տեր իմ Աստվածաշան, որպեսզի մենք չկորցնենք մեր խաղաղությունը, այն խաղաղությունը, որ դու տվել ես, դու կանչել ես, դու քո աշակերտներին, ոչ միայն աշակերտներին ես տվել, այլ քո խոսքի միջոցով դու մեզ ես տալիս, փոխանցում ես մեզ։ Խնդրում ենք Տեր իմ Աստվածաշան, որպեսզի քո առաջնորդությունը մեր կյանքում գա։ Սուրբ Հոգի ջան, հպվիր ամեն մի սրտին։ Սովորացնում ես Տեր իմ Աստվածաշան, ինչպես մեր բնավորության գծերը փոխենք, դարձնենք այն, ինչ որ քո համար կատարյալ է, ինչպես քո համար Տեր իմ Աստվածաշան հաճելի է։ Խնդրում ենք Տեր իմ Աստվածաշան, ամեն մի սրտին հպվիր եւ ցույց տուր ու բարձրացրու ամեն մի քրոջս ու եղբորս, որպեսզի խաղաղության մեջ լինեն, ամեն մի դժվար ժամանակներում քեզ կանչեն ու ապավինեն դեպի քեզ։ Շնորհակալ եմ Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստվածաշան քո համար։ Շնորհակալ ենք, որ դու սովորացնում ես, շնորհակալ ենք, որ դու մխիթարում ես, շնորհակալ ենք, որ քո ներկայությունն այստեղ է։ Փառք քեզ, պատիվ քեզ, գոհություն քեզ։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Հալելույա, ամեն։ Ես մի հարց ունեմ, կա մարդ, որ առաջի անգամ այսպիսի ծառայ